Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների գործով դատական նիստում պաշտպանական կողմը շարունակել է ներկայացնել դիրքորոշումը դատախազության միջնորդության շուրջ։ Դատախազությունն առաջարկում է Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքը փոփոխել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։ Միքայել Մինասյանը հանցավոր ճանապարհով տիրացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասին, ընդ որում 12.5%-ը ձեռք է բերել ընդամենը 50,000 դրամով, օտարել 30 միլիարդով։ Սերժ Սարգսյանի փեսան միայնակ չի գործել, նրանից բացի գործով մեղադրյալ է եւս 10 անձ։ Հանցավոր շղթան բացահայտել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, պարզելով, որ գործարքի համար բանկից վերցրած 46 միլիոն դոլարի վարկը փակվել է կոմբինատի միջոցների հաշվին։ Այս գործով բացի Միքայել Մինասյանից հետախուզվում է եւս 3 անձ։ Երկուսը կալանավորված են, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալ էր նաեւ պետբյուջեից մոտ 5 միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Գլխավոր դատախազը միջնորդել է քրեական հետապնդում սկսել պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Հովիկ Աղազարյանի գործը վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասունների կաշառքի գործին։ Պատգամավորը հայտարարում է, որ լրատվամիջոցներից է տեղեկացել իր անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին եւ դեռ մանրամասներին չի տիրապետում։ Տարոն Մարգարյանին 2021 թվականին արդեն իսկ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2018-ից գործող քրեական գործի շրջանակում։ Նույն գործով 3.5 տարի անց նրան նոր մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել պաշտպանության նախարարության նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը 1.5 ամիս կալանավորվեց։ ԲՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, որ ցուցմունք էր տվել Տիրան Խաչատրյանի դեմ 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։ 53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուրթանլիի եւ Ալաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար։ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում։ Գեներալ լեյտենանտի պաշտպանը պնդում է, որ հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ադրբեջանական զորքերի հարվածից հետո Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգեր զբաղեցնել բաց մնացած հատվածը։ Իսկ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը։ Ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդն իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ սպառնում է այն պայթեցնել։ Մոտ 1.5 ժամ տևած բանակցություններից հետո քաղաքացին վնասազերծվել է եւ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարևանների խոսքով Նարեկ Մ-ն եղել է 44-օրյա պատերազմի մասնակից եւ հավանաբար նռնակները պատերազմից հետո է հետը բերել։ Լեհաստանում ձերբակալվել է Սև շուկայում 56 երիկան վաճառած ուկրաինուհին, նրա գործողությունների զոհերի թվում են նաև Հայաստանի քաղաքացիներ։ 35-ամյա Քսենիան անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-ից 19 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ եւ օրգաններ է վաճառել։ Ուկրաինուհին նաև մեղավոր է ճանաչվել Հայաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Թայլանդում 56 տուժողից ապօրինի երիկամներ ձեռք բերելու եւ կատարված գործությունները եկամտի մշտական աղբյուր դարձնելու համար։